Ասում է ով ցեղասպանությունը ուրանա, թող զույգ աշկերը կուրանա։ Ճիշտ է ժողովուրդ ջան։ Եվ այս ֆոնին հիմա որ աշխարհը գա եւ մեզ ասի մի հատ դուք ձեր մեջ հայոց ցեղասպանությունը ճանաչեք, նոր մեզնից, հա, պահանջեք ինչ որ միտեղ ճիշտ կասի։ Ողջունում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, կխնդրեմ, որ լինեք ակտիվ, չեք մոռանում դնել ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Հարգելի ժողովուրդ, հայ ժողովուրդը արդեն 111 տարի է պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման համար, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում եւ գնահատվի որպես ցեղասպանություն, հա։ Եվ դրա համար էլ շատ ուշադիր է եւ շատ զգայուն է երկրների նախագահների, ուղերձների բառապաշարին, քանի որ բոլորը ցանկանում են, որ արտահայտի վերջով ցեղասպանություն բառը, որտեվ միայն ցեղասպանություն բառը, որ արտահայտում ես, դա նշանակում է, որ գնահատում ես տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, այ ոչ թե ցավալի դեպքեր, բախումներ, տեղահանություն, հիվանդություն, այդ ամեն ինչը վատ է, բայց ցեղասպանություն չի, հասկանում եք, դրա համար մեզ համար կարևոր է ցեղասպանություն բառը, որտեվ դա որ գնահատական է տեղի ունեցածին։ Հիմա արի ու միտես Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալյանը իր ուղերձում չի արտահայտում ընդհանրապես ցեղասպանություն բառը եւ ընդհանուր ցավի մասին է նորից խոսում։ Դրա համար մի հատ շնորհակալություն է ստանում բանից Էրդողանից։ Եվ հիմա կասեք, գիտես ինչ կա, դե ինքը Թուրքիայի քաղաքացի է, իրանք ձերբակալեն տեղի հայ բնակչությանը կճնշեն եւ այլն։ Ժողովուրդ ջան, ցավալին է նա, որ հենց նույն Թուրքիայի քաղաքացի քուրդ падգամավորը տեղի ունեցածը գնահատեց որպես հայոց ցեղասպանություն։ Ինչի է ցավալի, որտեվ որ հայ չի, տեղի ունեցածը համարձակորեն գնահատում է որպես ցեղասպանություն, իսկ հայ պատրիարքը բերանը ջուրը առը եւ տեղի ունեցածը գնահատում է որպես ընդհանուր ցավ։ Ահա։ Կարոփալյանը նույնպես Թուրքիայի քաղաքացի է եւ ինքը նույնպես գնահատում է տեղի ունեցածը որպես ցեղասպանություն։ Հիմա դուք գնահատեք այս ամենը։ Ես էլ ինչ որ գնահատականներ չեմ տա, դուք գնահատեք, թե ինչքանով է կոնկրետ կամ ինչքանով է ճիշտ, հա, հայ առաքելական եկեղեցին ներկայացնող, համայնքը վերջով ներկայացնող պատրիարքը, որ մերժում է հայոց ցեղասպանությունը։ Նորից կրկնում եմ, ով ուրանա, թող զույգ աշկերը կուրանա։ Անցնենք առաջ։ Հիմա 3 ապրիլի 24-ին ինձ համար անսպասելիորեն երկու քաղաքական ուժ ճղեցին իրանց դիմակները եւ այն որ ասում է իրանք իրանց ձեռքերով, իրանք իրանց բերաններով եւ արտահայտություններով, այն որ ասում է կոզրը եւ ճշմարտությունը տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Համի ես սենց ասեմ, էլի այն մի քանի քառակուսի գլուխներ կգան, իրանց դատարկամիտ մտածելակերպով եւ փակ բանով, հա, տեսանկյուններով ինձ կասեն, այ տես Նիկոլականա։ Էլ չեն ասում, արա, այս մարդիկ հենց նոր, այն ինչ որ այսքան վաղ ասում էր Նիկոլը, ասին Նիկոլը ճիշտ է։ Համի եկեք լսենք մի հատ Ռոբերտ Քոչարյանին, մեկ էլ Նարեկին, ասեք հերթով։ Կամ եկեք ումից սկսենք։ Եկեք մի հատ Նարեկից սկսենք, հետո կանցնենք Ռոբերտին, լավ, ահա։ 1 վայրկյան, ժողովուրդ ջան, մի հատ փոքրացնեմ։ Ահա, Նարեկը։ Նայեք, Նարեկը ինչ է ասում։ Ուշադիր լսեք։ Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում մեր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Չեք ասում գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում, հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում։ Եվ նա թող երկու բաները չմիացնի երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ, չունի որևէ նկրտում։ Արցախը Ասեմ։ Հարցեցիք հարևաններից։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։
Այսինքն Արցախը։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է ճանաչված անկախությամբ իր անկախության օրով Լսակ ժողովուրդ ջան, սա Նարեկի ասածներ, այսինքն Նարեկը ասեց այն, ինչը որ ասում էր Նիկոլը։ Հիմի այսինքն հարգելի արցախցիներ, ուշադրի լսեք, այս մարդիկ ձեզ խաբել են, ասել են դուք Արցախ եք վերադառնալու, ճիշտ է։ Հիմա տեսակ որ դուք Արցախ չեք վերադառնալու, ինքը ասում է մենք ոչ մի պահանջարկ չունենք ոչ մի երկրի կողմից։ Եվ երբ որ հարց են տալի, լսի, բա Արցախը, բա դուք այսքան վաղ Արցախի մասին խոսում եք, ասում է Արցախը եղել է անկախ պետություն, ճանաչված, նախ Արցախը չի եղել ճանաչված անկախ պետություն։ Արցախը ինքը իրան անկախ է հռչակել, հա, եկեք սենց ասենք, որտեղ ոչ մի երկիր աշխարհի վրա գոյություն չի ունեցել, որ ճանաչի Արցախի անկախությունը, անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ մի պա պատկերացնենք, որ այս մարդիկ գալիս են իշխանության, հա, եւ ինչ են ասելու Ադրբեջանին, ասելու են Արցախը անկախ էր, կասեն տղա ջան, որ երկիրն է ճանաչե Արցախը անկախ, նախ թուրք ասելու է ինքը սամազվանեց, հա, որտեվ ինքը իրան անկախություն է բանարը հրճակ է, որտեվ աշխարհի վրա ոչ մեկ չկա։ Եվ քո համար, եթե անկախ է, նախ դու պետք է ճանաչես, քո խորհրդարան տանես, պետականորեն ճանաչես Արցախի անկախությունը։ Ճիշտ է։ Հիմա որտեղ է Նիկոլը ճիշտ։ Հիմա եթե դու իրոք ուզում ես Արցախի համար պայքարես, առաջի հերթին պետք է ճանաչես Արցախի անկախությունը։ Բայց ում է ճանաչես, եթե Արցախը անկախ չի, հա, լուծարել է։ Այսինքն ինչ ես ասելու, հարգելի արցախցիներ, նախ պետք է ասես, Արցախը եղել է անկախ պետություն, ինքը իրան լուծարել է, ես իր համար էլ չեմ կարա պայքարեմ։ Դա առաջի ճանապարհը։ Երկրորդ ճանապարհը, որ իրոք ուզենալու ես պայքարես Արցախի համար, պետք է մցնես խորհրդարան, ճանաչես Արցախը որպես անկախ պետություն եւ դրանից հետո ինչա լինելու է այն, ինչը որ Նիկոլն է ասում, պատերազմ, որտեվ ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Կարող է գիտես, որ հեսա դու Արցախի անկախությունը ճանաչես, ասելու է լավ, արիվ եկալ։ Հենց դու ճանաչիր Արցախի անկախությունը, անգամ Ադրբեջանը չի սպասելու, որ դու գործողություն անես։ Հենց ճանաչիր, ինքը սկսելու է ռազմական գործողություններ։ Հիմա ես չեմ, դուք եք, այս մարդիկ այնքան անգրագետ են քաղաքական տեսանկյունից, որ իրանք բռնին Նիկոլին կոզրը տվին, ասին դու ճիշտ ես, ախպեր։ Որտեվ եթե դու ես տարբերակով, դու Արցախի համար չես պայքարելու, այսինքն խաբել ես արցախցիներին, եթե դու չես ճանաչում Արցախը որպես անկախ պետություն Հայաստանում, հա, ոչ թե որպես անձ, այլ որպես պետություն։ Եթե դու չես ճանաչում, դու Ադրբեջանից ոչ մի պահանջարկ չես ունենալու, եթե տարբերակն ենք եթում, դու ճանաչում ես Արցախը որպես անկախ պետություն, մի ժամ հետո կամ մի ժամ 10 րոպե հետո սկսում են ռազմական գործողությունները։ Հիմա բանը Նարեկը հելավ ինքը իրանով բանը ասես Նիկոլը ճիշտ է։ Էսի սենց, արա որ ես ասեմ եմ ձեզ, այ խակ գլուխներ, խոսքը վերաբերվում է միաբջիջներին, ժողովուրդ ջան, որ եթե գլուխները չի հասնում, մի հելեք ընկեք ոտի տակ։ Ես որ ասում եմ, սրանք երկրի փրկիչ չեն, ու սրանք ոչ մի բանով Նիկոլից լավը չեն, այն որ բանը հելնում են, Նիկոլը, Նիկոլը, արա ինչ ուզում եք ասեք, ոնց ուզում եք ֆրցնեք, քո համար Նիկոլը վատն է, հիմի վատը, որ Նիկոլին չի սիրում, որ Նիկոլին դեմ է եւ համարում է, որ Նիկոլի կառավարությունը վատն է, նորից կրկնում եմ ձեր նման անգրագետների համար։ Վատը վատով կամ ավելի վատով չի փոխվում։ Վատը փոխվում է միայն լավով, երբ որ ունես ավելի լավը, իսկ սրանք ավելի լավը չեն։ Հեսա շարունակենք թեման։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ հավանում են Նիկոլի իշխանությունը, բայց մտածում են ժամանակն է փոխելու, էլի հիմա նույն բանը էլի ասում եմ, լավը վատով չի փոխվում, որտեվ սրանք Նիկոլից լավը չեն,
Ոչ մի ձևով Նիկոլիս լավը չեն, սրանք դաժե անգրագետ են, սրանք դաժե չեն հասկանում ինչ ասեցին նոր հենց հիմի։ Հիմա եթանք Ռոբերտ Քոչարյանի մոտ Նարեկը իրան վառեց, Նարեկը ցույց տվեց արցախցիներ, որ ձեզի մուտի տանում, խափամա, փողը տալիս է, հա, կանչում է, կամ ով էլ փող չի վեկալում, խափում է, ասում է ձեր տները հետ ենք բերելու։ Տեսակ որ խափամա։ 100 անգամ եմ ասել, արա, ձեզ խափում է։ Համի Ռոբերտ Քոչարյանը, նայեք ինչ ասում։ Մի վարքյան։ Լսեք, հələ մի հատ լսեք ու ասեք, դաժե ստե բանն է, լրագրողն ասում, հիմի քո ու Նիկոլի տարբերությունը ո՞րն է։ Հələ լսի։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է կառուցել։ Ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր ենք գործադրելու եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրություն։ Չէ, պահանջատիրությունը խնդրայրուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Հիմա շատ է ներկայացվում, որ Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը շղթել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չի մեր ժողովրդին։ Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաև ճանաչման հարց։ Իրոք Գիրոք։ Դե ասում են պահանջատիրության հարց իջում է։ ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ Չէ, ասում են պահանջատիրության կամ վարշապետի թեզերը չեք լավ ընկալել, բայց Պարոն Քոչարյան, մենք ընկալելու հետ խնդիր չունենք, դուք պրոստը վերջով ձեր դիմակը բացեցիք եւ ասեցիք, գիտեք ինչ կա, դուք ու Նիկոլի մեջ ընդհանրապես տարբերություն չկա այս հարցում, հա, այս քաղաքականության մեջ։ Երբ որ դուք գալիս եք եւ սեվացնում եք Նիկոլ Փաշինյանին, ինչը որ ես ասել եմ, սրանց նպատակը լավին լավը չի, վատին վատը չի, այս սրանց նպատակը այնքան որ անկապ բաներ խոսալ, ամեն ինչ սեվացնել, փչացնել, որ մթոմ իրանց այդան ընտրեն։ Այ դրա համար ես ասել եմ, ժողովուրդ ջան, այս սրանք ընդհանրապես այսօրվա իշխանություններից вообще լավը չեն, հակառակը շատ ավելի վատն են, եւ սրանց ընտրողը մանավանդ իմանալով իրանց անցյալը, իմանալով իրանց նպատակները, այն որ իրանք ձեզ մասի սար են բերելու, Արցախ են բերելու եւ այլն, դուք լսակ չէ որ այդ ամեն ինչը մուտիտ էր, մոռացել էին վախտին որ մուտիտ են անում, հիմի այն որ ասում իրանք իրանց ձեռով իրանց դիմակը պատրին, այդ ամեն ինչը սուտ է, սրանք ինչ որ անելու են, ձեզ տանեն պարկեստեն ռուսի տակը, վերջ պրծավ, իրանք էլ դառնան մինի թակավոր, ես մեռել եմ ասել ու էլի ասելու եմ, նենց որ հարգելի բարեկամներ, եթե դուք մտածում եք, որ պետք է ընտրեք Ռոբերտ Քոչարյան, ինչ էր ես, Սամվել Կարապետյան, կամ Գագիկ Ծառուկյան, Էլով կարայդ, в общем, էլի այդ ռուսամետ ուժերից եթե մար կա, դուք չարաչար սխալվում եք, դուք կտանեք երկիրը կործանման, եթե դուք չեք ուզում ընտրեք իշխանությանը, դուք պետք է ընտրեք ալտերնատիվ մի ուժ, անկախ մի ուժ, այդի ուրիշ բան, բայց այս ռսի տրուսիկ լվացողների եւ ռսի համար տասովչիկ անողներին մոռացեք, սրանք Հայաստանը միայն քանդելու են, էսի սենց, հիմա քանի որ Հայաստանում կան փրկիչներ, ովքեր իրանց մեջքի հետևս այս թևեր են աճեցրել եւ ուզում են փրկեն ամեն անգամ, չէ, ուզում են փրկեն, որն է, իրանք ոչ մի բան էլ չեն ուզում փրկեն, իրանք ուզում են շոու կազմակերպեն ամեն անգամ, ուրեմն վերջով եկա բավականին աղմուկ բարձրացրեցին
ցեղասպանության հուշարձանի հետ կապված լուրերը, թե հայոց ցեղասպանության հուշարձանը քանդում են, այսինքն քանդել այն իմաստով, որ պետքա, չգիտեմ, փոշիացնեն, վերացնեն, այդտեղ չգիտեմ, անտառ են դնելու, չգիտեմ, ինչ են անելու, կավա կարուսելներ են սարքելու։ Ուրեմն հարգելին ասեցի, ես գլխից էլ եղել է PR, ես ասել եմ մաքսիմում ընդ ինչը որ կատարվում էր, փնթի աշխատանք բանվորների կողմից։ Այդի հա, որը որ պետք էր ուղղվեր, հա, այդ էլ աղմուկի հետ կապված, իհարկե են, որ ասում է աղմուկի հետ կապված, այդի ուղղվեց, բայց ընդհանուր առմամբ ծրագիրը եղել է իրոք կառուցել, հա, վերակառուցել, են որ ասում է ռեմոնտ անել Մարդավարի հուշարձանը, Ձիձեռնակաբերդը, եւ այդ ամենը, այդ շոուն, ինչը որ կազմակերպվեց ինչ-որ դիշովի լայքերի համար, կոմենտների համար, ես էլի դրա համար ասում եմ, արա մատ լսեք ում եք լսում, մատ նայեք ում եք նայում, ինչ գաղափարի տեր մարդիկ են, որն է իրաց նպատակը, այն սիրուն խոսքերին մի հավատացեք։ Մի խոսքով եկեք մի հատ էլ այս թեմայով լսենք Ռաֆայելին, որտեվ Ռաֆայելը լավ մի հատ եթեր ունի այս թեմայի հետ կապված, ժողովուրդ ջան, եկեք մի հատ էսել լսենք։ Վերջին օրերին Ծիծեռնակաբերդ համալիրի շուրջ բարձրացած աղմուկը բացահայտեց մի հին, հնադարյան, բայց վտանգավոր երևույթ։ Սենսացիայի մոլոսկով ապրող, իրականությունից կտրված մտահոգների մի խմբի, որոնք ավելի շատ պատրաստ են խուճապ տարածել, քան իրոք ստուգել փաստերը։ Այդ մարդիկ առանց ամոթի հայտարարում էին, դուք էլ վստահ եմ տեսել եք, որ ոչնչացնում են Ծիծեռնակաբերդը, քանդում են, դա թուրքերի պատվերն է, անձամբ Էրդողանն է պատվիրել դա։ Ծանր, լուրջ, ահավոր մեղադրանքներ, զրոյական պատասխանատվությամբ։ Իսկ իրականությունը այն է, որ իրականացվում էին վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, ամրացման աշխատանքներ ուղղված հուշարձանի պահպանմանը, այսինքն ոչ թե քանդում էին, այլ կանխում էին քանդվելը։ Սա պարզապես ինչ-որ սխալվելու դեպք չէր։ Սա կամ գիտակցված մանիպուլյացիա էր, կամ շատ վտանգավոր անգրագիտություն։ Երբ մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես ազգային արժեքների պաշտպանող, պրոֆեսորներ, ճարտարապետներ, մտավորականներ, գիտնականներ, լուրջ մարդիկ, կոկորտիլոսի արցունքներն աչքերին, առաջինը սրանք էին դառնում արժեքների շուրջ կեղծ լուրեր տարածողները։ Այսեղ հարց է առաջանում, ում էին իրականում նրանք ծառայում։ Հիմա այս ամենից հետո ով է ավելի շատ հակառակորդի շահերը պաշտպանում։ Ում շահն է, որ հասարակությունը կորցնի վստահությունը իրական պահպանման աշխատանքների ուղղությամբ։ Իհարկե ելույթը ավելի երկար է, բայց կարծում եմ իմաստը հասկացաք, չէ՞, ժողովուրդ ջան, մենք շնորհակալություն ենք հայտնում նաև Ռաֆայելին ճիշտ գնահատականների համար, հետո ցանկացողներդ, եթե ուզում եք ամբողջը լսեք, կարող եք մտնել եւ լսել, որովհետեւ շատ լավ վերլուծում է հենց տվյալ իրողությունը, որովհետեւ այս ամենը կամ զակաս կատարել էր, կամ շատ վտանգավոր անգրագիտություն, երկուսից մեկը երրորդ տարբերակ գոյություն չունի։ Այսինքն այս ամենին, այս սուտ լուրերը մեր պետությանը միայն կարող է տանել բախումների, անիմաստ այն էլ բախումների, հասկանում եք, տեղով մենք բախումների ժամանակ եւ բախումների վրա ինչ-որ ռեսուրսներ ծախելու չունենք։ Մենք պետք է հասկանանք, որ մեր վիճակը այսօր մանավանդ տարածաշրջանում, երբ որ տեսնում եք Պարսկաստանի հետ ինչ է կատարվում, Վրաստանը օրեցօր ավելի թույլ երկիր է դառնում, օրեցօր։ Մարդ չի մնում, ասես որ գնա, միջև Էդի հետո ես կճշտեմ, չեմ հիշում ճիշտ, բայց կարծեմ միջև 2050 թվականը, եթե սենց էթան, դե կմնա, չինեմ, 1 միլիոն մարդ, կամ ավելի քիչ։ Իդեպ, կարմիր գիծ է այնտեղ հայտարարվել արդեն։ Ուրեմն, մենք այդ ձևի մանր, մունր, մուտիլովչիկների, ինչ-որ սենց կռիվ գցողների վրա ժամանակ էլ չունենք ծախսելու եւ իհարկե իրավապահ մարմինները նույնպես պետք է աշխատանք տանեն սուտ լուրեր տարածողին պատժելու ուղղությամբ, հերիք լավ բոլորը, վրա ապուշ բաներով զբաղվեն եւ մեր ժողովրդի արունը ուտեն։ Էս էլ սենց։ Եվ իսկ եթե այդպիսի օրենք չկա, թող ընդունեն։
Էսի սենց հիմա հաջորդը ինչը որ ժողովուրդ ջան ինձ սրտով չի եւ անպայման պետք է բարձրաձայնեմ նախ ես ուզում եմ ասեմ որ ես ցանկացած ուրախության ցանկացած համերգների չգիտեմ ընդ փարթիների ոնց ուզում եք անվանեք ես կողմ եմ ցանկացած բոլոր աստղերը թողան Հայաստան չգիտեմ ընդ հիշում եք էլի քառակուսի գլուխները ելել են Ջենիֆեր Լոպեզը խիա եկե հետևնա բացեին չար в общем դրանք էդի լրիվ աննորմալություն է այդ մարդկանց այդ փակ այդ մտա քառակուսի գլուխ մտածելակերպը բան ինչքան շատ աստղ գա Հայաստան այնքան լավ է Հայաստանի համար այնքան Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհի համար այնքան Հայաստանը գումար է մտնում Հայաստան գումար է մտնում այնքան շատ Հայաստան տուրիստներ են գալի ինչքան աստղ կա անդե չգիտեմ ով ուզում ալնի Էլտոն Ջոն, Ջասթին Բիբեր, չգիտեմ ով ուզում ալնի ինչքան գան Հայաստան ամեն ամիս համերգ կա օրինակ բոլորը թող գան Հայաստան եւ ես շատ ուրախ եմ լինելու եւ դրան ես կողմ եմ իսկ ով որ դեմա էդի չգիտեմ իրա փակ ուղեղի փակ տեսողությամբ ընդհանրապես ոչ մի բան չհասկացող քաղաքականության եւ էկոնոմիայի հա ղրգեք իրան տներով ընդհանրապես էդի կապ չունի ոչ բիզնեսի հետ, ոչ քաղաքականության հետ, ոչ երկրի զարգացման հետ, ոչ երկրի աճման եւ ճանաչման հետ։ Մի խոսքով, էդի սենց, ղրգեք թույ այդան աստղեր հաշվեն, ապագան որոշեն։ Էդի սենց։ Ուրեմն, բայց ստե կա մի հատ բայց։ Ուրեմն ինձ հեչ դուր չի գալի եւ սա ճիշտ էլ չի, որ ապրիլի 24-ից հետո ապրիլի 25-ին տես տոն ուրախություն, երգեր, համերգներ եւ այլն։ Ժողովուրդ ջան, էլի եմ ասում, ցանկացած տոն ուրախություն ես հիանալի եմ կողմից ես ընդունում եմ։ Բայց ոչ ապրիլի 25-ին։ Ուրեմն շատ գեշ է, լավ, ես էլ ուրիշ բառեր չասեմ եւ ոչ ընդունելի, էլի գոնե տեղափոխեք, չգիտեմ, միջև ամսի 30-ը։ Լավ, այս տարի արդեն պլանավորված է, արդեն նշանակված է, օքեյ, չեմ ասում, բան արեք, չեղարկեք, բայց հաջորդ տարվանից սկսած ես կխնդրեմ, որ երկրի կառավարությունը ով էլ ուզում է լինի ամսի 25-ին ուրախության այդպիսի համերգներ չկազմակերպել, հարգելիներս, գոնե թողեք մի 4-5 օր անցնի, չգիտեմ, ամսի 30-ին դրեք ձեր համերգները եւ դրանից առաջ։ Եվ էլի կրկնում եմ, թող լիքը համերգները եւ լիքը ուրախություններ, լիքը փարթիներ, խորովածի փարթիով, չգիտեմ, քյաբաբի փարթիով, ոչ ինչ ուզում եք արեք, ավելի լավ, հիանալի է, բայց մի հատ արանք թողեք էլի մեր զոհերի, հա, ցեղասպանության զոհերի եւ այդ փարթիների մեջ մի հատ արանք թողեք, որ այսքան գեշ չլինի, որովհետեւ երեք մենք բան ենք անում, այդում ենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, այսօր քեֆ ուրախություն համերգ, աստղեր եւ այլն սիրուն չի։ Ես հուսամ իմ խոսքը տեղ կհասնի համապատասխան մարմիններին եւ հետեւություններ կանեն եւ գոնե հաջորդ տարի արդեն կտեղափոխեն, էլի, գոնե ամսի 28, 29, 30, բայց ոչ թե ամսի 25։ Մի 2-3 օր տեղափոխեք։ Չնայած լավ կլինի, որ մի 5 օր լինի, բայց տեղափոխեք, արանք թողեք, որ սենց իրար կպած չլինի, իրոք սիրուն չի։ Սա էլ սենց այսօր էս էի ուզում ասեի, ժողովուրդ ջան, հույս ունեմ ամեն ինչ հասկանալի էր, հույս ունեմ ձեր դուրը եկավ հաղորդումը, խնդրեմ, որ տնեք ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, իսկ միաբջիջներին մարդ առեք, ապերներ, մարդ առեք, ստեսություն, հաջողություն։